լսեցին այս խոսքերը, սկսան իրարու միջև հարցատրումներ անել, թե ով է այս անձը, որ այսպիսի համարձակությամբ արտահայտություններ կունենա։ Շատերու մտքի մեջ գար այն դպավորությունը, որ հավասիկ այս է այն մեսիան եւ փրկիչը, որ անցյալին խոստացված էր եւ հավասիկ իրականություն դարձած է, հավասիկ եկած է փրկելու համար իր ժողովուրդը։ Շատերու մտքի մեջ սակայն մեկ այլ ուրիշ կասկածներ կային, որոնք կսեին կճանչնանք այս անձը, անոր ծնողները, իսկ օրենքի եւ փարիսեցիներու բարակային անոնց համար բոլորովին մերժելի էր, որովհետև այս անձը այն չէ, ինչպես վստահվեր, որովհետև այս անձը նաև խախտումներ կնե օրենքին վերաբերյալ, երբ օրինակի համար շաբաթ օրով բժշկություններ կկատարե։ Բայց այսօր երբ ես ու դու կգարտանք այս հատվածը, ինչ կուզենք քաղել, ինչպես կուզենք տեսնել Քրիստոսը, սակայն նախքան այդ բոլորին անցնելը, այնքան հետաքրքրական գամուրջում մգա, այնքան հետաքրքրական գապ մգա, անցյալի անցնող շաբթվան աստվածաշնչական սերտողության, աստվածաշնչական հատվածին եւ այսօրվան մեր այս հատվածի միջև, երբ անցյալ շաբթվան հատվածը գսեր հետեւյալը Քրիստոս դարձյալ քաղված Հովանու ավետարանեն, երբ գսեր փնտրեցեք այնպիսի գերագուրմը, որ գորստական չէ, որ չի գործվիր, որ չի պդիր, չի պջանար, այլ հավիտենապես կմնա։ Եվ այսօրվան հատվածը այս անգամ կխոսի ճուրի մասին, ճուրի կարևորության մասին։ Եվ հավասիկ հիմնական երկու տվյալներ, հաց, ուտելիք եւ խմելիք, որոնց համար նախ ամեն բանի առաջ Քրիստոս իր ուսուցումները պիտի սկսեր, երբ կգարտանք Մատթեոս ավետարանիչը, Երանի անոնց, որոնք քաղցած են ու ծարավի են, թող ինձի կան եւ պիտի կշտանան։ Եվ հավասիկ հոն եւս Քրիստոս իր առաջին ուսուցումներով կսկսեր ցույց տալու համար, գուզեր հստակեցնել մարդոց մտքի մեջ, թե առաջին հերթին մարդ արարածը անպայման անոթի պիտի ըլլա, մարդ արարածը անպայման պիտի ծարավի։ Եվ այսօր ամբողջ մեր փնդրդուքը, մեր ամբողջ կյանքի վազվզուկը ինչ է ժողովրդային բացատրությամբ, բադար մահաց, գդոր մահացի համար այսքան աշխատանք կտանենք, բայց արդյոք որքանով կգշտանանք, որքանով կբավարարվենք այդ բադարիգով, ընդհակառակը մարդկային կյանք եւ դրամապանություն եւ հոգեբանությունը այնպիսի վիճակի կմատնե մեզ, որ առավել եւս ընչաքաղցությունը ավելին ունենալու այդ մարմաճ եւ ցանկությունը կսկսի արտնալ մեր մեջ։ Բայց Քրիստոս գսկուշացնե եւ գուզե ցույց տալ, թե անոնք, որոնք գուզեն աշակերտիլ Քրիստոսի, անոնք, որոնք գուզեն հետևիլ Քրիստոսի, գսե թող ինձի կան եւ ես անոնց պիտի տամ կյանքի ջուրը, անոնց պիտի տամ կյանքի հացը, այն հացը, որ գորստական չէ, որովհետեւ սիրելիներ դրամապանական է Քրիստոսի ասածը, երբ բահմը գանք արդենք մեր այս վազվզուկի մեջ եւ սկսենք մտածել այն ուտելիքը եւ գերագուրը համաթամ ինչպիսի պատրաստությամբ ալ եղած լա, եթե այսօր ճաշակեցի, եթե հիմա կճաշակեմ, քիչ մի հետո պիտի անօթենամ դարձյալ, առավոտուն նախաճաշեն հետո պիտի անօթենամ պատրաստվելու կեսօրվանին, կեսօրեն հետո պատրաստվելու ընթրիքին, բայց Քրիստոս կսե, փնտրեցեք այնպիսի հացը, որ գորստական չէ, այլ մնայունն է, եւ ինչ է այդ հացը։ Նույնինքն ինք Քրիստոս, իր ներկայությունը, եթե երբեք իրապես անոր փնդրդուք ունենք, եթե երբեք իրապես անոր ներկայությունը գզգանք եւ գուզենք մեր առօրյա կյանքի մեջ, Քրիստոս պատրաստ է տալու, բայց մեր ամբողջ կետրոնացումը, մեր ամբողջ շահակրկրությունը, մեր ամբողջ միտքը կետրոնացուցած ենք գորստականին, այսօրվանին, ժամանակավորին, եւ որքան անհրաժեշտություն այդ հոգեվոր հացին, նույնպես Քրիստոս գանտրատարնա այս անգամ հոգեվոր այդ ճուրի մասին, եւ այս անգամ ավետարանիչը գհստակեցնե միտքը Քրիստոսի եսելու համար, որ Քրիստոսի ըսածը գվերապերի նույնինքն Սուրբ Հոգիին, որ դակավին չեր դրված կսե, չեր դրված այն իմաստով, որ Բենդեգոստեի օրը Սուրբ Հոգու Քալստյան օրն էր, որ աշակերտները
Պիտի լեցվեին նույն այդ Սուրբ Հոգիով։ Եվ այս անգամ այդ Սուրբ Հոգին, որ պիտի ներկայանար իբրև գրագե լեզուներ, նախ այրելու համար այն բոլոր ախտերը եւ աղդերը, որոնք պատճառ կդառնան մեր հարաբերության, մեր մտերմության Աստուծո հետ։ Եվ հետևաբար այսօր ալ նույնն է բարական։ Որքան կխնդրենք Աստծուց մե, որ դուր մեզի քու Սուրբ Հոգիդ, ղրգես Սուրբ Հոգիդ, որբեսի նախ այրե մեզ, եւ երբեք չվախնանք սիրելիներն այրվել են, երբ մանավանդ այդ այրելու ընթացքը պիտի լա ոչ թե մեզ այրելու, այլ այրելու բոլոր տեսակային նկարակրային քիծերը, որ գխատարեն մեր հոգևոր կյանքի աճման, մեր հարաբերության ու մտերմության Աստուծո հետ։ Եվ հետևաբար, երբ գարդոնենք, որ Սուրբ Հոգին իջնե, ներգործե մեր կյանքերու մեջ, ապա պիտի տեսնենք այն փոփոխությունը, պիտի տեսնենք այդ այլագերբումը մեր անձերուն, մեր մտածողության, մեր ամբողջ հոգևոր կյանքին, այն ադեն է նաև, որ պիտի գարենանք զասված իբրև Աբբա Հայր գոչել, ինչպես առաքյալը Պողոս ինքս է, երբ Սուրբ Հոգին ունենք, այն ադեն է, որ Հիսուսի իբրև Մեսիա փրկիչ Քրիստոս կճանչնանք, երբ Սուրբ Հոգին ունենք, այն ադեն է, որ Աստված իբրև Աբբա Հայր կգոչենք։ Անորամարալ այդ դարագարձիկի մեջ էին ամփոխը, ըսելու համար թե միթե այս է, ինչ որ կսպասեինք, ինչ որ խոստացված էր, եւ գամ ուրիշը սպասենք։ Եվ գամ ուրիշներու համար ով էր այս Հիսուս կոչվածը։ Անորամարալ Քրիստոս արիթոմի իր աշակերտներուն պիտի հարցնե. Մարդիկ ինչ կսեն իմ մասիս։ Իսկ դուք ինչ կսեք իմ մասիս։ Այսօր նույն հարցումն է, որ Քրիստոս գուղ է մեզ մե յուրաքանչյուրին։ Ինչ կսենք Քրիստոսի մասին։ Ով է Քրիստոսը։ Արդյոք բարձրապես մեկը, որ պատմության ընթացքին եկած, ապրած, հրաշագործած, հետո ցկած եւ կացած մեկնած է այս աշխարհեն։ Եվ գամ մեկը, որ միգուցե կյանքի ընթացքից հրաշագործած է, խնդրանքս կատարած է, բայց չունիմ այն ամբողջական գաբը եւ մտերմությունը իր հետ։ Եվ ճիշտ ադոր համար է, որ եկեք այս հաղորդաշարի ճամփով խոնարեցնենք մեր գլուխները, խնդրենք Աստծուց մե, որ դուր մեզի այդ հոգևոր հացը, դուր մեզի այդ հոգևոր ըմբելին, որովհետև անպայմանորեն քաղցած ու ծարավի ենք, եւ որովհետև Քրիստոս խոստացավ, երանելի են անոնք, որոնք այդ հոգևոր քաղցի ու ծարավի, այդ բաբագի ու փապակի վիճակի մեջն են, որովհետև պիտի հագենան։ Եկեք խնդրենք Աստծուց մե, որովհետև Քրիստոս գսե, խնդրեցեք պիտի դրվի, փնտրեցեք պիտի գտնեք, թուրը զարգեք եւ պիտի բացվի։ Եվ հետեւաբար Քրիստոս ալ պատրաստ է, Աստված պատրաստ է սիրելիներ, մեզի դալու այդ հոգևոր հացը, մեզի դալու այդ հոգևոր ըմբելին, պայմանավ մենք պատրաստ լանք ընդունելու այդ բոլորը եւ փառավորելու ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։